Տարվա ամենատեխնոլոգիական միջոցառումն է հոբելյանական 20-րդ Digitech-ը, որ դարձյալ մի հարկի տակ է համախմբել տեխնոմարդկանց։ Ես կարծում եմ այսօր մենք արդեն կարող ենք ասել, որ Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար դիրքերում է կանգնած, եւ սա նաեւ այն բանի շնորհիվ, ինչ մենք արել ենք անցած 2 եւ ավելի տասնամյակի ընթացքում։ Թիմը Digitech-ին ներկայանում է ընկերությունների խմբով, տաղավարում են Team Systems, Team Solutions, Team Pay, Buy AM ընկերություններն ու Team Telecom Armenian, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է։ Ես առաջի Digitech-ին, երբ որ հիմա վերհիշում եմ, այն ժամանակ փոքր տարածքում էր, չէր կարող գիտակցել, որ այսօր կհասնի այս մեծ մասշտաբներին։ Մեր համար շատ հետաքրքիր հարթակ էր ամեն տարի տեսնել այնտեղ ինչ նորարարական լուծումներ են, թե Digitech-ը ոնց է զարգանում եւ մեր ոլորտը ոնց է զարգանում։ Մեր ընկերությունը եւ մյուսները միշտ փորձում են նորարարական լուծումները հենց ցույց տալ Digitech-ին։ Digitech-ը այլևս միայն տեղական միջոցառում չէ, միայն էքսպո չէ, այն ներառում է իր մեջ 3 կոմպոնենտներ, դասական դարձած էքսպոն, որտեղ մենք գտնվում ենք, կոնֆերանս, որը որ շատ կարևոր կոմպոնենտ է այս միջազգային զարգացման տեսանկյունից, ունենք 100-ից ավելի խոսնակներ, Հայաստանում ամենամեծ ձայնային եւ արվեստի ֆեստիվալն է տեղի ունենում։ Հոբելյանական Digitech-ին թիմի տաղավարում բազմաթիվ առաջարկներ կան։ Team Telecom Armenian միջոցառմանը ներկայացնում է իր հերթական նորարարական լուծումը, բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձևաչափը, Cosmo Box-ը եւ Cloud Gaming հնարավորությունները։ Մենք առաջնային հիմա ցույց ենք տալի մեր հեռուստատեսության նոր պլատֆորման, որը կարող եք տեսնել, եւ ունենք Team Pay հավելվածը, նոր հնարավորություններով քարտի ստեղծման, վիզայի կցման։ Meridian Expo կենտրոնում Digitech-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։